Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ, բացառությամբ քաղաքացիական պայմանագիր խմբավորման անդամների եւ կառավարության ներկայացուցիչների, սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք։ Այս հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդարանական լսումները մի շատ հետաքրքիր դրսևորումներ են ունենում։ Նախորդ խորհրդարանական լսումներից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը լքեցին մի քանի պատգամավորներ, քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը ստացան WhatsApp հաղորդագրություններ եւ լքեցին իրենց պաշտոնները։ Հաշվի առնելով այս լսումների ընթացքը զգուշացնում եմ եւ հորդորում եմ կառավարության ներկայացուցիչներին դուրս գալ WhatsApp հավելվածներից կամ փոխել իրենց բջջային հեռախոսի համարները, որովհետեւ այս լսումների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկայում նրանք նույնպես կարող է ստանան նման հաղորդագրություններ։ Ինչ մենք ականատես եղանք։ Ականատես եղանք մի բանի, որ ոստիկանության պետը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, այն աստիճան, որ նույնիսկ չի պատկերացնում, որ երթևեկության համար կարևորագույն գործոններ են հանդիսանում երթևեկության սուբյեկտների օրինականությունը, վարորդական իրավունքների վկայական ունենալու հանգամանքը, ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսանկարահանող սարքերը, նրանց նշանակությունը եւ այլն։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի այս նման անտեղյակությունը պայմանավորված է միայն այն հարցերով, որոնք վերաբերում են քաղաքացիների անվտանգությանը։ Իսկ եթե մենք հարցեր տայինք օրինակ պարոն Հովհաննիսյանին Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը վերաբերող հարցերին, թե ասենք 5 հոգանոց հանրահավաքի համար քանի 100 ոստիկան պետք է միտեղ կուտակվի, ինչ միջոցներ պետք է բերվեն ոչ միայն ոստիկանությունից, այլ նաև փրկարար ծառայությունից, տարբեր ծառայություններից։ Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը այդպիսի հարցերին պատասխանելու բացարձակապես խնդիր չի կարող ունենալ։ Իսկ երբ որ մենք հնչեցնում ենք քաղաքական հարցեր, պարզվում է, որ մենք գտնում ենք մի ազգային ժողովում, որտեղ քաղաքական գործիչները անհանգստանում են, որ այստեղ քաղաքական ելույթներ են լրնում, ելույթներում քաղաքական շեշտադրումներ են լրնում։ Դրանք հիմնականում վերաբերում են այն մարդկանց, որոնք այստեղ գտնվելու իրավունք ուղղակի չունեն։ Դոլարով միլիոնատեր օլիգարխները, որոնք չգիտես ոնց են հարստացել, ոնց են այստեղ հայտնվել, իրանք այստեղ դիսկոմֆորտ կզգան այնքան, ինչքան որ ես կարող եմ դիսկոմֆորտ զգայի Մոնտե Կարլոյի կազինոյում։ Պարոն Ղազարյան, ցանկությունը շատ մեծ արձագանք եմ ձեզ, նիստը վարող իրավունքով։ Տեսեք, ասում եք, ոստիկանության պետը երթևեկության SSS մասնագիտական հարցերին չպատասխանեց, բայց այդ հարցերին բավականին ամփոփ, մասնագիտական եւ շատ որակով պատասխանեց մեր ոստիկանության ներկայացուցիչ Արման Չիլինգարյանը։ Ոստիկանության պետը պարտավոր չի իմանալ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի բոլոր խնդիրների եւ մասնագիտացում ունենալ այդ ոլորտում։ Ոստիկանության պետը մասնագիտացած է օպերատիվ ծառայության մեջ, ինքը ամբողջ կյանքում աշխատել է օպերատիվ ծառայության մեջ, այո, եւ դուք էլ ակնարկեցիք, որ եթե օպերատիվ ծառայությունից հարց տայինք, ինքը 5 մատիպես կիմանալ, այո, 5 մատիպես գիտի եւ բոլոր հարցերին կպատասխանի։ Սա սենց։ Երկրորդը ձեզ խորհուրդ եմ տալիս, ինչքան մենք ձեզ հրավիրում ենք ազգային ժողով տարբեր լսումներին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, աշխատեք բովանդակային ելույթներ ունեցեք, աշխատենք հարցերի քննարկմանը բովանդակային առումով մոտեցեք եւ քաղաքական ինչքան էլ գայթակղությունը մեծ է քաղաքական դիվիդենդներ հավաքել, այնուամենայնիվ ճիշտը նա է, որպեսզի քննարկումներ լինեն բովանդակային։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ոչ ոք ձեզ իրավունք չի տվել իսկ դիտողություններ անելու եւ ելույթներ կազմելու ոստիկանության պետի եւ ոստիկանության ֆունկցիաների մասին իմ տեղեկատվությունը լսումների աշխատակարգի վերաբերյալ եւ միանձնյա չհիմնավորված որոշումներ չկայացնել։ Այստեղ որևէ մեկը պարապ չի մնացել, որ ոստիկանության գեներալը նստի սպասի, ինչ Թե Դանիել Յունիսյանը մի տեղից շտապում է, թող գնա իր հանդիպումներին։ Այդ ինչ խնդրում եմ հարգանք ցուցաբերել խորհրդարանական լսումների մասնակիցների եւ ձեր սահմանած աշխատակարգի նկատմամբ։ Շնորհակալություն։ Հիմա հարցս ձեզ, պարոն գեներալ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքների վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով եւ ըստ էության կասկածի տակ դրեց բոլոր վարորդական իրավունքների վկայականների լեգիտիմությունը, բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքը իր վարորդական իրավունքի վկայականը ստացել է 300 մետր հեռավորությունից։ Ես ուզում եմ իմանալ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ըստ վարչապետի արձանագրումների վարորդական իրավունքների վկայականների տրամադրման գործընթացում։ Երկրորդ հարցը, դուք ձեր
Վիճակագրության մեջ նշեցիք հիմնականում դեպքերի հետ կապված քանակները վիճակագրությունը ինչ պատահարներ են եղել։ Ես ուզում եմ իմանամ ինչքանով է կատարվել վարչապետի խոստումը 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, որ պետք է Հայաստանում վերացվեն արագաչափերը, տեսանկարահանող սարքերը եւ այլն։ Ես ուզում եմ իմանամ դրանք արդյոք վերացվել են, թե ավելացվել է դրանց քանակը։ Խնդրում եմ ներկայացնել վիճակագրություն տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի վերաբերյալ մինչեւ 18 թվականը եւ 18 թվականից հետո, ինչպես նաեւ դրանց արձանագրած վարչական խախտումները, դրանց ծավալները։ Արդյոք այդ ամեն ինչը եթե չի ազդում ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, հիմնական նպատակը մեր ժողովրդին թալանի եւ կեղեքման նոր մեթոդ կիրառելով կեղեքելը չի եղել։ Հաջորդ հարցը վերաբերվում է ոստիկանության ծառայողի կողմից, որը ուղեկցել էր վարչապետի Ավտոշարասյանը ազգային ժողովում կանոնակարգով չնախատեսված հանդիպմանը մասնակցելու համար հղի կնոջը սպանելու։ Ես գիտեմ, որ ոստիկանության գործունեությունը իհարկե բացի օպերատիվ բնույթ կրելուց նաև որոշակի իմաստով պլանավորում է։ Ես ուզում եմ իմանամ այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն հարցերի համար, բայց ձերի 3 հարցերն էլ այսօրվա օրակարգի հետ կապված չեն, խնդրեմ գրավորտի մեկ, մանրամասը կպատասխանենք բոլոր հարցերով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապ չունեցող խնդիրներ են դրանք։ Այսօրվա քննարկման կոնկրետ։ Պարոն գեներալ, դուք կարծում եք, որ վարորդական իրավունքի վկայականի օրինական, անօրինական լինելը կապ չունի երթևեկության անվտանգության հետ, թե երթևեկության անվտանգության հետ կապ չունեն արագաչափերը կամ տեսանկարահանող սարքերը, դրանց արձանագրումները, թե ոստիկանության ծառայողների մարդկանց վդարի ենթարկելը եւ նրանց մահվան պատճառ դրանից որ մեկը կապ չուներ երթևեկության անվտանգության խնդիրների հետ ճանապարհային երթևեկության։ Խնդրում եմ պարզաբանել։ Վերջին դեպքը, քանի որ գտնվում է դատական փուլում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Վերջին դեպքի հետ կապված, գիտեք, հղի կնոջ վրա երթի հետ կապված դատական գործընթացներ են ընթանում, ես ոչինչ չեմ կարող պատասխանել այդ պահին։ Երևի ճիշտ կլինի ինձ չդիմել տվյալ դեպքի հետ կապված։ Արագաչափերի եւ մնացած ձեր հարցերի մասով, պարոն Ղազարյան, ես կարծում եմ, որ ավելի մասնագիտական պատասխան զեկույց կունենանք, սա մեկ։ Երկրորդը կանոնակարգով, աշխատակարգով ես իրավասու եմ որոշակի փոփոխություններ կատարել օրակարգի մեջ եւ եթե դուք ցանկություն չունեիք լսելու պարոն Յովհաննիսյանի ելույթը, կարող եք դուրս գալ եւ խնդրում սրանից հետո բաները դիտողություններ մի արեք աշխատակարգի վերաբերյալ, որովհետեւ եթե ծանոթ լինեիք, կտեսնեիք, որ ես որոշակի նպատակահարմարություններից ելնելով կարող եմ ինչ-որ փոփոխություններ անել։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սեմյոն Բաբայան, խնդրեմ պարոն Բաբայան։ Կարգի հետ կապված ես հարց ունեմ, եթե կարելի է, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։ Մենք եկել ենք լսումների, ուզում ենք մենք լավակենք մեր օրենքները, տեսնենք ինչ խնդիրներ կա։ Քաղաքական հայտարարությունները ինչի համար են, որ ինչ անենք։ Այս ամբիոնը տրամադրել ենք, որ մեր հասարակության համար ավելի բարելավենք վիճակը, լավարկենք օրենքները, այն խնդիրները, որոնք որ առկա են, դրանք լուծենք։ Ինչ հայտարարություններ են անում այս ձևով։ Ես կարծում եմ անընդունելի է։ Աշխատանքային քննարկում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար, պարոն Սուքասյան, հարգելի ներկաներ, ովքեր դիմել են, որ այսօր մասնակցեն այս լսումներին, ոչ մեկին չենք արգելել, ոչ մեկի նպատակահարմարությունը չենք ստուգել, այս լսումները չենք կազմակերպել հրավիրով, ովքեր դիմել են, մենք մեծ ցանկությամբ ընդունել ենք